Կիրակի ժամը 22-ին Սուրանկյան հերթական թողարկմանը դիտեք։ Հայկական ապրանքների արտահանման շարունակական սահմանափակումներն ու ռուսական շուկայից զրկված հայ տնտեսվարողների անելանելի վիճակը։ Արդյոք որոշ ապրանքների մասով հատկացվող ֆինանսական աջակցությունը բավարար է եւ ինչ անջր պետք է պետության ու գործարարների միջև։ Գնացեք հանգիստ, պետք է նոր շուկաներին հարմարվեք։ Եվրոպացուն շատ դժվար է սովորացնել նոր պրոդուկտի։ Հանկարծակի միանգամից առաջացան։ 50 կիլո տալսի, հենց չկա։ Եթե դուրս չգնաց, ես այս 500 դրամ չեմ կարող ծախսել։ Մարդիկ մինչև $100,000 փողեր են ծախսել այդ դարակները գրավելու համար։ Այնա, փչացել է։ Տակ եմ տալի, անեմ ինչ անեմ։ Այս րոպեն ես չեմ կարող ասեմ, որ դա կլուծվի։ Պարտադիր զինծառայությունը 6 ամսով կրճատելու որոշման հետևանքներն ու հիվանդ երեխաների ծնողների բողոքը, ինչու է վերանայվել զինվորական պիտանելիության ցուցակը եւ արդյոք սրտի ու գլխուղեղի հիվանդություններով տառապողները ենթակա են զորակոչման։ Տարբեր հիվանդությունների պատճառով ստացել են տարկետում։ Շարունակում է կանչվել քննչական մարմնի կողմից։ Պարզվեց, որ կարգը փոխվել է։ Զորակոչ եւ մի ամբողջ կյանք կարող է փոխվել։ Վճարների դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն 25%-ով կրճատում։ Կարող են ունենալ նույնիսկ անդառնալի հետևանքներ։ Ինքնակամ շինությունների օրինականացման նոր կանոններն ու քաղաքապետարանին հավելյալ լիազորություններով օժտելու նպատակը, ինչու է սեփականաշնորհելու համար 100 միլիոն դրամ պետք սահմանվել եւ որ դեպքերում ապօրինի շինությունը չեն օրինականացնի։ Անկանոն շինարարություն ամեն ինչը օրինական քարից գարաժը սարքել են։ Ինքը ուներ նաեւ վարձակալության պայմանագիր հասարակության մոտ հարցեր առաջացնելու։ Վարչական մարմին չի կարող ասի, մեկինը քանդում են, մեկինը չեն քանդում։ Գույքային հայց ներկայացնենք ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Բենզալցակայանում հնչած ուժգին պայթյունն ու հանդիպակաց դուրս գալու ողբերգական հետևանքը, ինչպես են հրշեջների 4 մարտական հաշվարկ մի քանի ժամ պայքարել կրակի դեմ եւ ում հայտնաբերեցին գերեզմանատանը մեքենայի մեջ։ Արգելակում չկա։ Արագածում բնակվող ընտանիքի մղձավանջի վերածված կյանքն ու միայնակորոշ ծանր մտորումները, ինչու է մայրը լքել 8 ամսական երեխային եւ որքան գումար է անհրաժեշտ, որպեսզի վերջնականապես չկորցնի տեսողությունը։ Կուրոնալու դիտանք կա։ Երեխու մոտ է վիճակ։ Իրանք տեսնում են, կարան գրել, կարան կարդալ։ Նա ինքն տրորա Էդի եղավ իմ վերջի բանը։ տանջանք։ Երազում եմ, որ այս աշխոս տեսնեմ։ Մարդու կյանքում ամենաթանկ բանը աչքի լույսն է։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։